Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք մարզաշխարհ։ Հունգարիայի Էստերգոմ քաղաքում Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի պատվիրակությունը հիանալի մասնակցություն է ունեցել։ Հայ մարզիկները գրանցել են հրաշալի արդյունքներ՝ 5 չեմպիոն, 2 փոխ-չեմպիոն եւ 5 բրոնզե մեդալակիր։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Վարդան Ադամյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի առաջնության լավագույն մարզիկ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, Եվրոպայի 2025 առաջնության չեմպիոն եւ լավագույն մարզիկ Վարդան Ադամյանը, Եվրոպայի 2025 թվականի առաջնության չեմպիոն Տիգրան Ալավերդյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ 5 չեմպիոն, 2 փոխ-չեմպիոն, 5 բրոնզե մեդալ։ Այդ հունգարացիներին ինչ-որ բան թողել եք։ Մնացել են մի քանի բան իրենց։ Շնորհավորում ենք սրտից։ Բայց մեզ համար նորություն չէ այս ամենը, որովհետև դուք մշտապես վերադառնում եք այսպես մեծ նվաճումներով։ Հիմա կխնդրեմ պատմեք, երբ է տեղի ունեցել մրցաշարը եւ ինչ տպավորություններ կան։ Ես պատմում, հետո տղաները կպատմեն, ուրեմն մինչև մրցաշարը տեղեկացնեմ, որ մենք հունվարից արդեն սկսել ենք պատրաստվել այս առաջնությանը, մենք առհասարակ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը, ինչպես շատ ֆեդերացիաներ, չենք պատրաստում մի ամիս շուտ, այլ պարապում ենք, սկսում ենք 6 ամիս, մենք տարվա ծրագիր ենք ունենում, փուլ անցնում ենք դրանում, մենք մարզումները իրականացրել ենք սպորտի կառավարման կենտրոնում, Միկա մարզադահլիճում, ինչի համար շնորհակալություն ես տնօրինությանը, դրանից հետո փետրվարին ունեցանք նախընտրական մրցաշար, որտեղ արդեն հավաքականը կազմվեց, այնուհետև արդեն պարզ է, որ պետք է գնանք Եվրոպայի առաջնության, այդ անունները պարզ էր արդեն, թեպետ բոլորին գոհացնում են այս արդյունքները, բայց ինձ համար դա այդքան է գոհացուցիչ չէր, թող անպագորգոր չհնչի, բայց մենք պատրաստ էինք ավելին, այսինքն 5 չեմպիոն, մենք իմ կանխատեսմամբ մենք պետք է 7 չեմպիոն ունենանք, որովհետև մեր ամենատիտղոսակիր մարզիկները ձախողեցին։ Այսինքն մենք ունենք հավաքականում աշխարհի չեմպիոններ, ԿՎ-յու վարկածով, դա ի դեպ նշեմ ամենաբարձր վարկածն է, ձախողեցին ինձ առաջին մենամարտից, բայց ոչինչ, դա էլ էր պետք, մենք մարզչական շտաբով վերլուծություն կանենք, կհասկանանք, բայց ինձ թվում է մարզիկի կյանքում նման դեպքեր են պետք։ Թեպետ ես տխուր եմ մի փոքր այդ ժամանակ վրդոված, բայց այս ամենին գիտակցաբար եմ մոտենում, որովհետև առանց դրա չի կարող լինի մեծ հաղթանակներ։ Արդեն գանք Հունգարիա Էստերգոմ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի ՎԿԲ վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 600 ավել մարզիկներ։ Նաև ինչի համար է ձախողումը, իմ կարծիքով լարվածությունը մեծ էր տղաների։ Թեպետ հավաքականը տիտղոսակիր մարզիկներ կային, բայց մենք եկանք այն կետին, որ տղաները ավելի հաճախ պետք է մրցումներ մասնակցեն։ Մեր հայ մարզիկների մոտ կա այդ բանը, թեպետ բոլորի մոտ կար, մենք ճիշտ է 6 ամիս առաջ մեզ Եվրոպայի առաջնությունը մեզ մոտ է, ինչպես եւ տեղյակ եք, բայց իմ կարծիքով պետք է 2 ամիսը մեկ գոնե լուրջ մրցաշար մասնակցեն, որ տղաները կարողանան ավելի լուրջ առաջնության մասնակցեն։ Նայեք, հիմա օրինակ մենք հուլիսի 6-ից 13-ը մեկնելու ենք Բուլղարիա Վառնա քաղաք, ամենամյա աշխարհի գավաթի խաղարկությանը, այս առաջնությունը եթե չլինի, մենք այնտեղ լավ մասնակցություն չենք կարող ունենալ, նաև այս առաջնությունը նպաստելու է այդ առաջնությանը։ Ցանկացած Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունից առաջ պետք է մենք գոնե 2 ամիս առաջ միջազգային առաջնություն մասնակցենք, որպես այդ լարվածությունը թոթափենք, այլ բանը մարզադահլիճում մարզիկը ինչ կանի, կարող ինքը լինի կատարյալ մարզավիճակում ցույց տա իր բոլոր լավագույն որակները, բայց բարձրանա տատամի եւ չանի ոչ մի բան։ Այսինքն իմ կարծիքով մեր տղաները արել են մեր հավաքականը, ոչ մի որտեղ հավաքականում կան այլ աղջիկներ, մեր հավաքականը մասնակցել է իր 30-ից մաքսիմում լավ 40%։ Ես իհարկե դժգոհ եմ, բայց արդյունքը գոհացուցիչ չեն։ Այո, դա էլ է կարևոր։ Գիտեք ինչի, որովհետև ես գիտեի մեր հավաքականի պոտենցիալը, գիտեի իրանց ուժը, սպասելիքներս գիտեի, բայց նորից կրկնեմ, սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է լինում է։ Ամեն դեպքում թիմային հաշվարկով էլ 4-րդն ենք, 17 մարզիկով, 12 մրցանակ եւ 1 լավագույն մարզիկ։ Քանի երկեր են մասնակցում։ Այն օր էդ Վարդային ասում մոռաց 20-ից ավել երկեր են մասնակցում։ 23 կամ 25։ Մեծ մոտ գավաթներ եք բերել, եկեք հերթով անդրադառնանք, որը ումն է։ Այս երկու մեծ գավաթները իմն են, սա իմ առաջին հորիզոնականի գավաթն է, կողքինը լավագույն մարզիկի գավաթն է։ Տիգրան Սաքոնն է երրորդը։ Ահա։ Երբ որ հայտարարվեց լավագույն մարզիկ տիտղոսը, Վարդան, ես կարծում եմ, որ դա երևի թե ամենաբարձր գնահատականն է։
հետաքրքիր մի հատ դեպք պատմեմ, ուրեմն արդեն մրցաշարը ավարտվում է, վերջում են հայտարարում, դա ասում են մենք հոգնած ենք գնանք, Վարդանը բասեն սա էլի մի քիչ սպասենք նոր, ասում ինչի, բայց Վարդան, արդեն մրցանակը ստացել եք, ասեց ընդ մի հատ լավ գավաթ եմ տեսել, ոնց որ այդ ներքին ձայնս հուշում է, որ դա իմն է, այդ հետաքրքիր բանը, շարունակենք ինքը տպատվիրա։ Բոլորս արդեն հավաքվում ենք, նկարահանվում ենք, որպեսզի դուրս գանք, արդեն զգում էի, որ կանչել են, որովհետև մենամարտները հիմնականում նոկաուտներով վերջացավ, լավագույնն էի, այսպես ասած, սպասում էի, որ պետք է կանչեին, նկարահանվում ենք, ուզում ենք արդեն դուրս գալ, խնդրում էի սենսեին, որպեսզի սպասենք ամեն դեպքում, եւ իմ ասելուց մոտ 2 րոպե հետո ամենս հնչեց եւ ստացա լավագույն բրավո։ Մենք եթերից առաջ ճշտեցինք, որ դուք 12 տարեկան եք ընդամենը, բայց արդեն չեմպիոն։ Ձեր տպավորությունները, երբ ձեր անուններ հնչում, ինչ եք զգում։ Եվ եզրափակում եք կոտորել։ Նոկաուտի ենթարկել։ Եզրափակում մենամարտել էի թուրք մարզիկի հետ։ Օհո։ Մենամարտը ավարտվեց ժամանակի շուտ։ Որովհետև թուրք մարզիկը չդիմացավ ձեր ուժին։ Նոկաուտներին։ Մալադեց։ Շատ լավ, այս մրցանակները շատ կարևոր են, առջևում էլ ունենալու ենք ելի նորից մրցանակներ, հաղթանակներ, ինչ ինտենսիվությամբ են արվում պարապմունքները։ Մրցաշարից հետո, Եվրոպայից հետո մենք հանգիստ էինք ուղարկել հավաքականի մարզիկներին, արդեն այս կիրակից սկսում ենք հավաքականի մարզումները, բավականին մեծ ինտենսիվությամբ է սկսվելու, որովհետև մենք առջևում ունենք շատ հզոր մրցաշարեր, մանավանդ աշնանը, աշնանը ունենք աշխարհի առաջնություն, ունենք միջազգային առաջնություն, ունենք Կովկասի առաջնություն, այստեղ Երևանում կազմակերպելու ենք միջազգային առաջնություն, այնպես որ իրանք հանգստացել են, պատրաստվում ենք ավելի մեծ մրցաշարերի, մոտ 4 միջազգային առաջնություն դեռ ունենք մենք։ Մի հատ հարց։ Հաղթանակը տում էր նվիրված։ Ընտանիքիս։ Ընկերուհի ունես։ Չէ։ Չէ։ Լավ, ես քեզ հիմա ուզում եմ նվիրել մի քարտ, ուրեմն կտանես ու կտաս մայրիկին, հա, որովհետև հաղթանակից բացի նաև պիտի տաս դրան լավ տրամադրությունը։ Սա քեզ Սայաթնովայի խոսքերով են չկա քիզի նման դունիս աննման, որովհետև յուրաքանչյուր զավակի համար մայրիկը աննման է ու անկրկների։ Ու մաղթենք քեզ հաջողություն եւ քանի որ դուք էլ էմոցիաներ եք բերել մեզ, որովհետեւ այս հաղթանակները շատ կարեւոր էմոցիաներ են, ձեզ էլ ուզում եմ նվիրել բացիկներ, որոնք հենց այդ էմոցիաներն են փոխանցում եւ համոզված եմ կան մարդիկ, ում այս բացիկները կհասնեն ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Խնդրեմ Արամեն Պետրի երգի խոսքերով կուզես աշխարհն առանց քարտեզ, դու միայն ասա ինչ որ կուզես, բացի մրցանակներից։ Շնորհակալություն շատ։ Եվ ձեզ էլ նույնպես իհարկե Արսեն Սաֆարյան, քո ճամփի արահետների ինձ ծանոթ նորից բերում են ինձ քեզ մոտ։ Շնորհակալություն։ Եվ իհարկե ձեզ մաղթում ենք հաջողություններ, առջևում ինտենսիվ պարապմունքներն են, առջևում իհարկե հնարավորությունները, ինչով ենք այս տարին շարունակում եւ եզրափակելու։ Տարին կեզրափակենք, այսպես ասած սեմեստրը կեզրափակենք, մենք հունիսի 7-ից 8-ը մեկնելու ենք Թբիլիսի մասնակցելու միջազգային, բայց ընկերական հանդիպման շուրջ 150 կազմ կունենանք, մարզիկների կազմ կունենանք, բավականին մեծ կազմ, ինչի որ երեխեքը կարողանան փորձ այնտեղ ձեռք բերել եւ աշխարհի գավաթը, ինչպես որ նշեցի Բուլղարիայում, այնուհետեւ մի փոքր հանգիստ կունենանք, սկսենք արդեն Սևանի մարզահավաքով նշեցի միջազգային առաջնություններին, աշխարհի առաջնություն, այսպես շարունակ։ Իսկ հուլիսի մրցաշարին Տիգրանը եւ Վարդանը մասնակցում են։ Ցավոք ոչ ինքը, որովհետեւ այնտեղ 14 տարեկանից մինչեւ 21-նա ոչ ինքնա 14 տարեկան, Վարդանը արդեն մեծահասակների, հավաքականը բավականին մեծ է, բավականին արդեն տիտղոսակիր հավաքական ունենք օրինակ ինձ համար ինձ հետաքրքիր է, ես չէի բան արել, նայել մենք որ նստած ենք հյուրանոցում հաշվեցինք 17-ից մոտ 8-9 Եվրոպայի չեմպիոն կար հավաքականում, դա ինձ համար մեծ պատիվ էր, բայց ու այդ մրցաշարը ինձ համար առանձնացավ, մրցաշարի օրը իմ 20-ամյակն էր մարզչական կարիերայից։ Վաու, դե մենք ձեզ շնորհավորում ենք։ Ինձ համար ամենամեծ նվերը, իրան գիտեին, որ ինձ համար նվերը ամենալավ նվերը սա է լինելու եւ իրանք նվերեցին այդ։ Շատ լավ, մենք ձեզ ողջունում ենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք հաղթանակների հետ կապված։ Նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։